Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Սարերի մեջ գտնվող փոքրիկ գյուղում ոչ ոք չէր տոնում Սուրբ Ծնունդը, ոչ ոք ուրախ չէր, որ Տեր Հիսուսը ծնվել էր, սակայն Տուրեայի մոտ տարբեր էր, նա առավոտյան գաղտնի պատմել էր իր եղբորը Մարիամի, Հովսեփի և փոքրիկ Հիսուսի մասին։ Նա ցանկանում էր տոնել Սուրբ Ծնունդը, սակայն չգիտեր թե ինչպես։ Քրիստոնեական դպրոցում կային սուրբծննդյան ծառեր, նվերներ, լույսեր և երգեր, բայց ոչ այստեղ։ Նա կապեց իր կոկնոցը, հունցեց հացի խմորը, ջուր քաշեց ջրհորից և կթեց այծերին։ Տուրեան ուրախ էր, երբ օգնում էր իր հոգնած մայրիկին։ Դա նույնպես միջոց էր Սուրբ Ծնունդը տոնելու։ Երեկոյան շատ հյուրեր եկան։ Բոլոր բարեկամները ուզում էին տեսնել Տուրեային, քանի որ նա տանն էր միայն դպրոցական արձակուրդների ժամանակ։ Նրանք տապակած նապաստակ և լավաշ կերան։ Բոլորին դուր եկավ ուտելիքը։ Ընթրիքից հետո Հասանը հանկարծակի ասաց. Տուրեա, մեզ պատմիր փոքրիկ Հիսուսի մասին, ով մսուրի մեջ էր դրված, այն պատմությունը, որ առավոտյան պատմեցիր։ Վտանգավոր լռություն տիրեց սենյակում։ Հիսուսի անունն այստեղ ընդունված չէր։ Դրա համար էլ բոլորը բարկացած նայեցին Տուրեային։ Արմինը, նրա եղբայրը, ծաղրեց նրան. Դա ձեզ դպրոցում են սովորեցրել, այլևս դրա մասին չխոսես։ Տուրեան լռում էր, նա միայնակ և մերժված էր զգում, ինչպես Հիսուսը շատ տարիներ առաջ, սակայն ինչ էլ պատահի, նա ցանկանում էր հավատարիմ մնալ նրան։ Տուրեայի հայրիկը խոսեց. Տուրեան միանշանակ չի հավատում աստվածաշնչյան պատմություններին։ Մենք այլ կրոն ունենք։ Նա դա գիտի, այդպես չէ, Տուրեա։ Բայց ես հավատում եմ Հիսուսին։ Նա է երկինք գնալու միակ ճանապարհը։ Հիսուսն ասել է. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ մեկը Հորը չի գա, բացի ինձանով։ Սառը լռություն և խոժոռ հայացքներ ուղղվեցին դեպի 13 տարեկան աղջկան։ Տուրեային ցավեցնում էր այն փաստը, որ ուրիշները մերժում էին Հիսուսին։ Նա դուրս վազեց և սկսեց լաց լինել։ Նա միակն էր, ով սիրում էր Հիսուսին։ Ինչու ուրիշները չէին սիրում նրան։ Տուրեան պատասխաններ չուներ։ Հանկարծ նրա եղբայրը Հասանը կանգնեց նրա կողքին։ Տուրեա, ես սիրեցի քո պատմությունները։ Ես ցանկանում եմ քեզ պես լինել։ Տուրեան ժպտաց, նա այլևս չէր վախենում։ Սուրբծննդյան ուրախություն եկավ նրա սրտում։ Նա տոնեց Սուրբ Ծնունդը իր սրտում Հիսուսի հետ։ Մեզ հետ կարող ես կապվել hayphokrik@gmail.com հասցեով։ Կրկնում եմ hayphokrik@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։